Բեռնատարների վարորդները, լոգիստական ընկերությունների ներկայացուցիչներն առավոտից հավաքվել էին կառավարության շենքի առջև եւ պահանջում էին, որպեսզի կառավարությունը բանակցի Ռուսաստանի հետ, որ այնտեղ հունվարի 1-ից ուժի մեջ մտած միգրացիոն օրենքների խստացումները չազդի, չտարածվի վարորդների վրա բեռնափոխադրում իրականացնող, ըստ այդ փոփոխությունների ու խստացումների, եթե նրանք նախկինում 1 տարվա մեջ 180 օր կարող էին մնալ Ռուսաստանի Դաշնությունում, ապա հիմա ժամկետը կրճատվել է եւ այնտեղ կարող են գտնվել ընդամենը 90 օր։ 90 օրը գերազանցելուց հետո վարորդներին սպառնում է նախ տուգանք, հետո արտաքսում 3-ից մինչև 5 տարվա մուտքի արգելքով։ Ոստից սաղին 20,000 փող են ուզում, մենք է փող չտվենք այդքան։ Հետո ասին, դե որ ուտենց բաժին ենք տանում, տալան բաժին, մատնահետքեր, բան սաղ վերցրեցին, զապրետը դրին ուղարկին։ Էսի պաստանավլենին է, ըստ որի 5 տարի իրավունք չունենք մտնենք Ռուսաստանի տարածք։ Կառավարության շենքի առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից 6-7 հոգանոց խումբ բարձրացավ կառավարություն, նրանք նամակ էին պատրաստել, որպեսզի հանձնեին փող վարչապետ Մհեր Գրիգորյանին, նրանք առավոտից պահանջում էին, որ իրենց ընդունի Մհեր Գրիգորյանը, հետո իջան եւ լրագրողներին ասացին, որ իրենց ընդունեց համապատասխան վարչության ներկայացուցիչը։ Մհեր Գրիգորյանը ծանրաբեռնված է, ինչած է, չգիտեմ, վերջը, ասին այսօր շատ ուժեղ ինքը զբաղված է։ Մենք գոնե լուսամուտից ասենք մի բան ասենք, ինչ այն օրը որ ասեց Պապոյանը, ազդակ ունենք ինչ-որ, ոչ մի ազդակ էլ չկա։ Սա սուտ է։ Դիմումը տվել ենք, բայց ոչ մի բան չկա, ասին, որ աշխատում են այս ուղղությամբ, կոնկրետ այս բանի ոչ մեկ ոչ մի պատասխան չի կարա տա, հիմնականում կախված է Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանի Դաշնությունը պետք է օրենքի փոփոխություն անի։ Մարդիկ ունենք, որ այնտեղ դեպորտի տակ են, ձերբակալված են, ոչ մի տեղեկություն չկա, այստեղ էլ մարդիկ բարձած կայնած են, 2-300 հոգի մարդիկ ոչ մեկությամբ չի կարեթա։ Մեզ ոչ մեկ չի լսում այս երկրում։ Միակ տարբերակ կա մեզ լսելու։ Մենք եթե մինչև ժամը 5-ը պատասխան չտվեցին, լրիվ կատվածա հանենք անում Հայաստանի Հանրապետությունը։ Լրիվ տամոժնաները փակում ենք, Երևան քաղաքը փակում ենք մեր բեռնատարներով։ Վարորդները դժգոհ իջան կառավարությունից եւ շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Ասում եմ մենակ նամակ գրեք ցեք ящика։ Всё, արեք։ Չեն այդոնում ապա։ Всё, ապա։ Ուրեմն տղեկ փագելուց 2 հատ ֆուրել այստեղ փագեմ։ Որ ոչ ելնեն, ոչ մտնեն ապա։ Տակոյ հատվեց։ Առաջ անգամ ասին սպասեք, եսա մարդ դուս կգա, երկրորդ անգամ էլ ասին սով պիսմնն վիզը, իսու։ Ենքան նամակ են գրել հետո, հո մենք բանը չենք նամակը Ռուսաց տակավորին։ Մենք եսա մեր գործը կանենք կտնան որելնա նամակը։ Օրերով 60 օրով, 50 օրով, 40 օրով կաբինգի մեջ մնացել են։ Մի քանի ժամ էլ կդիմանանք, ոչինչ։ Շոֆերը քաղաքականության մեջ չկեն, որ ասում է, շուտոն չզբաղվել քաղաքականության պոլիտիկա։ Մենք ինչ գործ։ Ինչ-որ ֆիդայինը պոլիտիկայի մեջ չկա, այդպես է շոֆերը չկա։ Մենք մեր ձևով պետք է մեր հարցը լուծենք, դուք չկարողացաք շոֆերի ձևն է, դիք ուրիշ ձևի չմտածեք քաղաքական ձևերը։ Ռուսաստանի դեսպանատան առջևից կրկին վրթովված վարորդները շարժվեցին դեպի արտաքին գործերի նախարարության շենք, մի մասը կառավարության շենք գնաց, նրանք պնդում են, որ եթե այսպես շարունակվի եւ Հայաստանի կառավարությունը չկարողանա բանակցությունները սկսել կամ եթե սկսել են, ապա արագացնել, ապա առաջիկայում Հայաստանում բեռնափոխադրում իրականացնող որևէ վարորդ չի մնա, որը չի ստացել այդ մուտքի արգելքը եւ հետեւաբար բեռնափոխադրում չի իրականանա։